Եվ վերջապես հալվեցին սարուսները եւ կատարվեց երկրորդ աղետը։ Աստվածների մի խումբը վայրեջ կատարեց տիբեթյան լեռներ, մեր Աստվածատուր անունը Հար է։ Հայ դա մեր Աստծո անունն է։ Առանց գիտակցելու, առանց մտածելու, իրենց թեզերը պաշտպանելով կեղծում են պատմությունը։ Ամեն մեր տառը, բառը, հնչյունը բազմաշերտ, ինքն բազմաշերտ ծածկագիր է։ Երկնքից 3 խնձոր ընկավ։ Ինչու երկնքից միշտ խնձոր է ընկնում։ Դե բա տանց չեն գնելու։ Որպեսզի օծը մեկ բացահայտեք, սկզբից ոտարը մեկ բացահայտեք։ Օծի մեջ ոչ կա։ Ռուսերեն լեզուն մաքուր հայերեն լեզու է։ Հույն բառը նշանակում է այլասերված հայ։ Էս ինչ ասցիք։ Սկզբից եղել է իքական սեռը, հետո արական է։ Լուրջ եք ասում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, որի հյուրն այսօր հայագետ Սերոժա Հովհաննիսյանն է։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, հարգարժան Արտակ։ Ուրախ եմ այս հերթական հանդիպման համար։ Ուրախ եմ այսպիսի հարթակի համար, քանի որ մենք այս հարթակի միջոցով կարողանում ենք վերագտնել մեր անցյալը, մեր պատմությունն ու մեր ինքնությունը։ Վերջին 3000 տարիներին ծրագրավորված խեղաթյուրվել է աշխարհի պատմությունը, առաջին հերթին մեր պատմությունը։ Ուրեմն վերադառնանք մեր ակունքներին, մեր անցյալին, մեր պատմությանը եւ հավատացեք, հաղթանակի դափնիները վերևից կթափվեն մեր վրա։ Մեր ձեռքերում կփայլատակի հաղթանակի դրոշը, հարգարժան Արտակ։ Ուրեմն, որպեսզի պատկերացնենք մեր երկիր մոլորակի արարման մասին, ես սկսում եմ հետևյալ կերպ։ Ինչ եղավ 18-20 հազար տարի առաջ, եղավ այն, ինչ եղավ։ Մինչև այսօր գիտնականներն էլ հստակ պատասխան չունեն, թե երկնաքար ընկավ երկիր մոլորակի վրա, թե աստվածները միջուկային պատերազմ հայտարարեցին, փաստը մնում է փաստ, որ երկիր մոլորակի ջերմաստիճանը կտրուկ նվազեց։ Վերացավ անմիջապես եւ բնությունը, եւ կենդանական աշխարհը, եւ մարդ տեսակը։ Անցան տարիներ, դարեր, բայց ձմեռը չէր նահանջում։ Ընդհակառակը օր-օրի վրա սառցե դաշտերը բարձրանում ու բարձրանում էին, եւ հարթավայրերում հասնում էին 2 կիլոմետր բարձրության։ Եվ այդպես մռայլ ու տխուր երկիր մոլորակը ապրեց գրեթե 3000 տարի։ Եվ վերջապես երկնքի ժպտած արեգակը, լացեցին սառույցները, հալվում էին ամեն օր, ամեն ուր, օր ու գիշեր։ Սկիզբը կար, բայց վերջը չէր երևում։ Եվ այդպես ապրեց երկիր մոլորակը եւս 1000 տարի։ Եվ վերջապես հալվեցին սառույցները եւ կատարվեց երկրորդ աղետը։ Ջրերը լցվեցին օվկիանոսը եւ ծածկեցին ողջ երկիր մոլորակը։ Այսօր որ պատմում են Նոյի ջրհեղեղի մասին, իրականում դա սառցե դաշտերի հալոսքից առաջացած մեծ ջրհեղեղն էր։ Եվ այդպես երկիր մոլորակը ապրեց եւս 500-ից 1000 տարի, քանի որ դանդաղ, բայց հստակորեն ջերմաստիճանը բարձրանում էր ու գոլոշացումը կատարվում էր ավելի արագ, օվկիանոսի ջրերը աստիճանաբար նվազեցին եւ բարձրադիր գոտիները ազատվեցին ջրերից։ Եվ հենց այդ ժամանակ էր, որ տիեզերքի օրենքի համահունչ 3 տարբեր քաղաքակրթություններից 3 տարբեր աստվածների խումբ
միաժամանակ վայրեջ կատարեցին երկիր մոլորակ արարելու նոր աշխարհակարգը։ Հայաստան եկան։ Երեք գեն, տեսեք։ Հա, տարբեր քաղաքակրթություն։ Երեք տարբեր քաղաքակրթություն։ Աստվածների մի խումբը վայրեջ կատարեց տիբետյան լեռներ, որոնք արարեցին չին ժողովրդին, աստվածների մյուս խումբը վայրեջ կատարեց Էթիոպիայի բարձրադիր գոտիներ, որոնք արարեցին էթիոպացիներին, եւ երրորդ խումբը վայրեջ կատարեց հայկական լեռնաշխարհ եւ արարեցին մեզ։ Մեր աստվածատուր անունը Հար է։ Հայ դա մեր Աստծո անունն է։ Հայ մեր Աստծո անունն է։ Այո, Հար դա բարդ բառ է, Հ եւ Ար։ Տես, մենք ասում ենք հարա կից, հարա տևել, հարա բերվել, կամ ասում ես հլու, այսինքն հն ազնվայրուն մարդու ծածկագիրն է, արը հասարակ մարդու ծածկագիրը, նույնն էլ չինը, տեսեք, չ եւ ին, չ տառը 25-րդ տառն է, երկուսին գումարած 5, 7, իսկ հ տառը 16-րդ տառն է, տեսեք, մեկին գումարած 6, 7, 7-ը ազնվայրուն մարդու ծածկագիրն է, նույնն էլ էթիոպներինը, էփե, N 7-ն է, փեն տես, փն 35, N 7, 35-ին գումարած 7, 42, 4-ին գումարած 2, 6, նույնն էլ արը, ան 1, ռն 32, 1-ին գումարած 32, 33, այսինքն 3-ին գումարած 3, 6, հասարակ մարդու ծածկագիրը 6 է, ռուսերեն նույնիսկ որ ասում են շեստյորկա, չէ, 6-նոց, դա նեն չի, ես համոզված եմ, որոշ օտար գիտնականներ գիտեն այդ մասին, բայց նրանք լռում են, նրանք ձեռ չի տալիս բացահայտել ճշմարտությունը, իսկ մեր ակադեմիական գիտնականները հենվելով օտարածին, օտարամոլ գիտնականներին, առանց գիտակցելու, առանց մտածելու, իրենց թեզերը պաշտպանելով կեղծում են պատմությունը, որոշները գիտակցաբար 30 արծաթի համար, որոշները անգիտակցաբար հենվելով օտարներին, այդ է պատճառը, որ այսօր գտնվում ենք մենք այսպիսի ծանր իրավիճակում, ուրեմն նորից կրկնեմ, վերագտնեք մեր անցյալը, մեր պատմությունը, մեր արժեհամակարգը եւ հավատացեք 180 աստիճանով շրջադարձ կլինի մեր իրականության, մեր կյանքի ու պատմության մեջ, հարգարժան Արտակ։ Պարոն Հովհաննիսյան, այդ շրջադարձայինը ո՞նց է լինել, ինչը պետք է վերագտնենք, մեր անցյալի ինչն ենք կորցրել, մոռացել, որ հիմա ասենց վիճակում ենք, ասում եք դա պրոբլեմը։ Հիմա ես նորից տես նախորդ հանդիպման Ընդհանրապես որտեղ է թաքնված մեր գաղտնագիրը։ Տարերի ամեն մեր տառը, բառը, հնչյունը բազմաշերտ, ինքն էլ բազմաշերտ ծածկագիր է։ Միայն մենք կարողանանք վերցանել ու իմանալ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այսինքն մեր բառերի մեջ ծածկագրեր կան, որոնք որ բացահայտենք, մենք ինչ կլինենք, կվերհարենք։ Մենք կհասկանանք, որ աստվածատուր ենք։ Հիմա մենք տես շատերը ասում են Հնդկաստանից եք եկել, Հունաստանից եք եկել, եսին, բայց իրականում միայն սպիտակ մաշկ ունեցող մարդիկ եղել են, արարվել են հայկական լեռնաշխարհում։ Այստեղից է տարածվել ամբողջ աշխարհի սպիտակամաշկ մարդկանց գենը։ 3 գեն է եղել։ 4-ը խառնուրդ է։ Եթե դուք նայում եք արյունը 4 խումբ, 3 գեների եւ 4-ը խառնուրդ, դա տիեզերական օրենքի համաձայն, դրա համար եկել են 3 տարբեր աստվածներ, 3 տարբեր աստիճանի, տեսեք, չինացիների աստվածը, ի աստվածը, մեկ հնչյուն, առաջին կարգ, այսինքն
Էթիոպացիների Աստծո անունը N աստվածները երկու հնչյուն, երկրորդ կարգ, հայ աստվածների աստիճանը 3 տար, ուրեմն 3 հնչյուն, 3 երրորդ աստիճան, իսկ ամենաբարձր աստիճանը 4-րդն է, մայր բառը դա տեսեք 4 տարա, ուրեմն ամենաբարձր աստիճանը մայր ամբողջ մայրյամ, տես, մայր ամբողջության, տիեզերքի, այսինքն աստվածների աստվածամայր։ Դրա համար Մարիամ Աստվածածին են ասել, իհարկե քրիստոնեական արշավանքը հայկական լեռնաշխարհը խեղաթյուրել է մեր պատմությունը, խեղաթյուրել է մեր արժեհամակարգը, ցավալի է, որ վերացել է մեր անցյալի բոլոր գիտելիքները, բոլոր մատյաները, բոլոր տաճարներն ու կառույցները։ Դրա համար շատ դժվար է այսօր վերագտնել, վերականգնել, բայց մենք պետք է պայքարենք, համառ պայքարի դեպքում մենք կարող ենք վերականգնել, որովհետև ամեն ինչ գրված է մեր տարերի, մեր բառերի մեջ, միայն մենք նորից եմ ասում, կարողանանք վերցանել ու իմանալ։ Դուք վերցանել եք մեր բառերը։ Անպայման։ Կարող եմ մի քանի օրինակ ասեք։ Օրինակի համար, տես, հեքիաթներում ասում են խնձոր, երկնքից 3 խնձոր ընկավ։ Ինչու երկնքից միշտ խնձոր է ընկնում, որովհետև տեսեք, մեր միրգը դե բա ու տանց չէին գնելու։ Ծիրան թողնել, որովհետև մեր բանը ծիրանն է, չէ, բրենդը։ Հա, բայց խնձորը անգնում, որովհետև կոդա, տես, խ տարը 13-ն, այսինքն բազեցնում եք 1-ին գումարած 3 4, ն տարը 22-ն, այլ 2-ին գումարած 2 4, այսինքն 4 գումարած 4 դառավ 8, խն ձ տարը 17-րդ տարն, այսինքն 1-ին գումարած 7 8, 8-ին գումարած 8 16, խն ձ ո տարը 24-ը, այսինքն 2-ին գումարած 4 6, 16-ին գումարած 6 22, խնձ ռն էլ 32, այսինքն 3-ին գումարած 2 5, 22-ին գումարած 5 27, պարզեցնում եք 2-ին գումարած 7 9, 9-ը խորհրդանշում է տիեզերքը, դրա համար երկնքից միշտ ընկնում է խնձոր, ինչու եւ այն արգելված պտուղ էր խնձորը, որովհետեւ խ տարը խորհրդանշում է, տեսեք, մարդ Աստված մարդուն տվել է 4 աստիճանի կյանք, այսինքն 4-20 տարի կյանք, առաջին 20 տարին դա դն է, դ տարը էլի 4 դ, երկրորդ խ տարն է 20-ից 40 տարեկան, իսկ երրորդ բանը տարը ն տարն է 40-ից 60 տարեկան, իսկ 60-ից 80-ը դա տ տարն է, վերջին, այսինքն վերջնական մարդուն Աստված տվել է 80 տարի կյանք իրական, իսկ տատ բառը դա նշանակում է հավելյալ 20 տարի, վերջի տն նշանակում է հավելյալ 20 տարի կյանք, ուրեմն, տեսեք, խ տարը եթե 20-ը, ն 40, այսինքն Հիսուսը կամ Ալեքսանդր Մակեդոնացի պետք է մահանային 20-ից 40 տարեկանի տիրույթում, իսկ 33 թիվը դա միստիկ թիվ է, դրա համար երկուսն են մահացել են 33 տարեկանում, Քրիստոսի մահը 33 տարեկան, որովհետև դա 3, տեսեք, մարդու կոդը, ար, 1-ին գումարած 32, 33, դրա համար այդ ծածկագիրը հիմնավորվում է, որ 33 տարեկանում իրենք պետք է մահանային, ասում եմ, բազմաշերտ ծածկագիր է, այդ խնձորը, դրա համար խնձորը արգելված էր ուտելու։ Բա այնտեղ օծը դերակատարություն ուներ, թե չէ։ Օծ բառն է։ Որտեվ ինքն էլ խորհրդանշական է։ Բոլոր մեր տարերը, մեր բառերը բազմաշերտ, որպեսզի օծը մեկ բացահայտեք, սկզբից ո տարը մեկ բացահայտեք։ Ո տարը 24-րդ տարն է։ Ո տարը ինքը հենց նշանակ օծի մեջ ոչ կա։ Կլոր օ մեկ չունենք, այ հենց խեղաթյուրվել է մեր լեզուն, կլոր օ մեկ չեք ունեցել, ճիշտ է։ Դե այդ որ դες գիտեք։ Մաշտոցի ստեղծած այբում Մաշտոցի այբեն մեջ չի եղել։ 36 տար է եղել, ո տարն է, օ տար մեկ չեք ունեցել։ Վայ։ Հա,
Ուրեմն դուք չգիտեք, որ 12-րդ դարում է այդ ո-օ-ֆ-ը Եվ ով-ի մասն եւ ով-ի մասին, հա, կլոր ով մեկ չեք ունեցել։ Բա հենց այ դա խեղաթյուրում է մեր ամեն տարը, ո տարը դա առաջ գրվել է ոց, այսինքն ոչ թե կլոր օյով, իսկ կլոր օյով ոչ մի իմաստ չունի, իսկ ոյով արդեն իմաստավորում է, ո տարը, տեսեք, նշանակում է 24, չէ, օրը ունի 24 ժամ, հենց ր տարը, տես օր, նշանակում է 24 ժամը լրացա, ոնց որ դույլը դրել ես ջրի տակ, 24 ժամում է դույլը լցվում է, լցվա փոխում ես, նոր դույլ ես դնում, նույն էլ օրը լրացավ, եկավ նոր օր, ր տարը խորհրդանշում է, որ կրկնվում է, անհնդար 24 ժամից հետո կրկնվում է այդ բան, էլի ժամը, օրը ունի 24 ժամ, ասում եմ, իսկ տես, ասում ես նոր օր, այսինքն ն տարը, որ ավելանում է, դառնում է ն 22-րդ տարն է, չէ, նշանակում է օրը բաղկացած է 4 մասից, ոնց որ տիեզերքը, ամեն տիեզերքում, ոնց որ մարդու տեսասի 4 աստիճան ունի, չէ, օրն էլ ունի 4 աստիճան, ուրեմն 2 ցերեկային, 2 գիշերային, այսինքն 24-ը 4 մասի բաժանում եք 6, 2 հատ 6-ը 12 և 12, նոր օրը սկսում է ընդհանրապես մեր տիեզերական օրենքով առավոտը ժամը 4-ից, իրականում էլի, մեր հիմա որ 12-ին դա պայմանական է, իրականում ժամը 4-ից է սկսում օրը և շարունակվում, ուրեմն ո տարը նշանակում է ուրեմն օր, իսկ ձ տարը, ես ասացի տես ձ մեր, ձն և մերը նույն հասկացությունն է, մահ, այսինքն օծը որ օրը խայտեց, օ ձ, այդ օրը քո մահն է, ո ձ։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր և անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք գայի 1, Full Learning, ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Պատկերացրեցիք, Դե հա, բայց Որ- դա ձեր մեկնաբանությունն է։ մեր կոդերը հիմա Դե գիտեք դուք ամեն ինչ կարող եք դες մեկնաբանեք, ասեք մեջը կոդ է դրած։ մի Դե մի վերցրեք հաղորդման ձն կողքը կպցրիք մեր, ձմեր։ Կարա ուրիշ, կարա ձյուն լինի, ինչի՞ ձյուն։ ձյունն էլ է, բայց ձյունը ինչ է Ինչ է նշանակում։ նշանակում։ Մահացած հոգիներ, ձյունը որ գալիս է ձ եւ յուն, տես ար յուն։ Խաղաղ ըց յուն, տես մեկ խաղաղ ություն եք, չէ՞ գրում, իրականում ըցյուն պետք է լինի։ Ըտարն է դա հոգու կոդը, բայց յուն բառը դա ծածկագիր է, մեր բառերը, մեր տարերը, ես մի հաղորդման ժամանակ ճիշտ ասած ասի 4-ը նշանակում է մահ, բայց ոնց է կապացում, ոնց կարա կապացում, ասում է գիրք բերեք, որ ես կարդամ համոզեմ, ասի եթե այդ գիրքը լիներ, էլի հաղորդումը իմաստ չէր ունենա, եթե այդ օծի մասին գրված լիներ կոդը, կարող է ինչ որ միտեղ կա այդ կոդը գրած, բայց իրենք գաղտնի կպահեն, գցեք քրիստոնեական այդ հավատացյալները, որոնք ուսումնասիրում են, չէ, մեր կրոնը բան, իրենք երբեք չեն բացահայտի ճշմարտությունը, որովհետև իրենք ձեռ չի տալիս, իշքան մեկ խավարի մեջ մնաք, տգիտության մեջ մնաք, իրենք մեզ կիշխեն։ Պարոն Հովհաննիսյան, хорошо, դուք եկաք լուսավորեցիք, որ այսենց բան կա։ Այդ խավարից ես ոնց եմ արթնա, հետո ի՞նչ է փոխվելու իմ կյանքում։ Ինչ կոդ եմ բացահայտելու։ Շատ, ասում եմ, տեսեք, եթե դուք ձեր լեզուն ինքը եկել էլի կպան քրի բանը, ի՞նչն է խավարի մեջ։ Լուսավորչական կրոնը, այդ մարդիկ եկել են ասել։ Եթե լավ, որ ասում եք, ասեմ, դուք եթե խորանաք Հենց այդ եկան ասին այդ անհավատներին, այդ զոմբիներին այսօրվա բարերով ասած մարդ դառեք, տեսեք, որ սենց կրոն կա, այս հենց Աստծո որդի կա, այս Տերը փրկիչը եկել է։ հեքիաթներ են, ու դուք պատկերացրեք, Բա ինչ է հեքիաթ։ 4-րդ դարից մինչև 10-րդ դարը
Հայաստանը եղել է այդ թուրքերի կոտորածը դա չինչի բան է, այն կոտորածի, որոնք կատարել են քրիստոնյաները։ Դուք պատկերացրեք 5-րդ դարից հետո Եվրոպայում պետություն չի եղել, չէ՞, Եվրոպա, ռուսական պետություն չի եղել, ռուսական չի եղել, Եվրոպայում եղել է։ Չի եղել, որ ինչ պետություն է եղել, լրիվ 5-րդ դարից հետո է ստեղծվել։ Հա, մարդիկ ինչ որ մասնակի քիչ-քիչ ապրել են խմբերով, բանով, բայց որ ֆրանսիական պետություն բան ես չգիտեմ։ 5-րդ դարի, որտեղ Հայաստանից փախան մարդիկ, ահա որ մեծ հոսք եղավ դեպի, որտեղ արևելքն ու հարավը արդեն զբաղված էին, մերոնք իջել էին նախապես այդ ոնց որ շումերները, բաները, մեկ արդեն տեղ չկար։ Մենք ստիպած փախանք դեպի հյուսիս եւ այնտեղ ստեղծեցիք մեր պետությունները, մեր հետևից էլ քրիստոնյաներ եկան այնտեղ։ Մի խոսքով քրիստոնեությունն է մեղավոր։ Եկել է մենք եք մեղավոր, մենք եք մեղավոր։ Չէ, մի վարքյան է, հիմա մի ֆրստեք։ Քրիստոնեությունն է մեղավոր, որ եկել է խավարա բերե իր հետ, մենք է թողե փախել ենք հյուսիսում պետություն ենք ստեղծել ու տես սիրության ենք։ Ռուսերեն լեզուն, մաքուր հայերեն լեզու է։ Ձեզ համար, չէ, մի րոպե, ձեզ թվում է, ես ռուսերեն լեզուն, մաքուր հայերեն լեզու։ Հա, ես հիմա 100 հատ բառ ասեմ, ապացուցեմ, որ դուք կնիգա, քեզ թվում է ռուսերեն է, չէ՞, կնիգա բառը։ Բայց կնիգ բառը հայերեն է, թե փեչատ, այսինքն կնիգ բառից գրել են կնիգա։ Լավ, զմեյա բառը իրանք ձ տառը չունեն, ձմերա, այսինքն նույն բանը հենց զմեյայից դառնա ձմերա։ Այն անգամ ասացի շուն բառը, լավ, ագարոտ բառը մենք ունենք, չէ, ագարակ, նույն բանը չի դաշտ, ագարակ։ Կուր բառը, տես, ռուկա, ռուկ, հակարակ կարդա, կուր։ Ամուր։ Հա? Ամուր էլի պին։ Չէ, կուր հետ ձերք էլա կոչում եւ ամուր էլա կոչում։ Կուր, որ այսինքն ձերքերով իրար բռնում են, կուր, համակուր, բալի համակուր բան, չէ՞, դե մի խոսքով կուր, գորդ բառը քեզ թվում է մաքուր ռուսերեն է, չէ՞, գոր։ Դու դեպի Սիսիան գնացած կաս երբևէ գոր հայքով անցել ես, գոր նշանակում է Լեռնային Հայաստան, գոր հայք։ Իսկ ժամանակին քաղաքները բլրների վրա են կառուցել։ Դրա համար գորեն, գարա, տես ռուսերեն, գարա, նույն հայերեն բառը, պար բառը քեզ թվում է ռուսերեն է, չէ՞։ Բայց մեկ ասում եք իսպար վերացավ, սպարազինություն, սպարվեց։ Եվ ես կարող եմ այսպես շարունակ թվարկել, որ ռուսերեն լեզուն գրեթե հայերեն լեզու է, գրեթե։ Դե բայց այտենց ամեն քաղաքակրթության մեջ է կարող եք ակունքներ փնտրել։ Ամեն տեղ էլ կա, ես տես անգլերեն չգիտեմ։ Դրա համար ես չեմ կարող անգլերենը հիմա ձեզ բացահայտել կոդերը։ Իսկ եթե ռուսերեն ես ինչ կան գիտեմ, գոստ բառը դա մաքուր հայերեն է, գոսպտ բոք, չէ, կոդերով եմ, դա լրիվ կոդավորված բառեր է, ես ստուգում եմ կոդերով եւ ճշտում եմ։ Հայերեն Պարոն Վարդան, կներեք, էլի մենք կգանք բառերին ու գույների մասով էլ այդ արկիր բան էիք ասում, բայց ինչ է ստացվում, որ 3 խումբ է աստվածների գալիս երկիր մոլորակ, մեկը գրում է Եթովպիա, մեկը գրում է Չինաստան, այդ երկուսն ընդեղ են բազմանում, այսինքն այս ռեգիոնում Հունաստան, բան, Եվրոպայի բոլորը մեզանից են սերվել։ Հույն բառը, որ կոդով ռուս, մուս բոլորը մի րոպե հենա ասեմ, հույն բառը նշանակում է այլասերված հայ։ Տես։ Հույն բառը նշանակում է այլասերված հայ։ Նոր ասի, տես հ-ար, մի րոպե, հ-ար, չէ, մենք բաղկացած ենք հ-երից եւ արերից։ Այս ինչ ասցիք։ Հար, մեր անունը Հարա, նույնիսկ Մովսես Խորենացին ասում, որ հայկը եկավ, հայկական լեռնաշխարհը վերադարձավ, այնտեղ ապրում էին սակավ քանակությամբ հարեր, ինքը չէր կարա ասել, իր վիզը կկտրեին, ինքը ուղղակի ոնց որ մեզ հուշում է, ինքը դրա համար ինքը գիտեր ինչքան ծանր վիճակում էր, ասում եմ 1917 թվականի հեղափոխությունը դա փառք է եղել, 1000 կամ 1915 թվականի եղերնը դա երևի բան է եղել, էլի միջև 10-րդ դարը հալածանքների տակ են եղել, մեր հայ ժողովուրդը հալածանքների փախել են, դրա համար ցրվել են ամբողջ աշխարհով։
Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Այդ հասկացանք, հիմա բանը Հա, գույներին, հա։ Դե այնտեղ ձեր ասելով բոլորս հայ ենք էլի։ Չէ, Հույնո, 2 բանը, միլիարդ ռուսո։ հույն, դե ես ասում եմ, յուն բառը, տես ար յուն, մարդ հոգի, հ ու յուն, այսինքն հույն, որոնք այլասերված հայ, իրան։ Սպիտակ մարդը եթե մենք ենք, մեզից Ահա, բա սա Եվրոպայով բանով հայ։ Հա, ասում եմ ռուսերեն լեզուն ինչի է, հիմա տես Ռուս ռուս ինչ շատ ենք վրեքերս խաբար չկա։ դուք հետ ռուսկներ լսել եք, չէ՞։ Ռուսկի է, հետ ռուսկները գնացել են, ռուսկը կոդա դա, ախր որ թուղթ գրիչով ես գրեմ, այդ կոդը դնել ապացուցեմ, որ կոդեր են, ծածկագիր է, հիմա ինչու են ռուսները ամեն ձև մեզ եթե վերացնեն, մեր ժառանգորդը կլինեն իրենք, թուրքերը չեն կարող լինել, որտեղ իրենք մողոլոիդ ռասա են, իսկ ռուսները արմենոիդ ռասա են, եթե մեկ վերանանք, այս իրենք վաղը հզոր լինեն, կարան տիրանան մեր ամբողջ հողերին, այդ հա իմաստը։ Այ խորանամ ես, թե չէ հիմա պրոբլեմ ունեն էլի։ Դե պրոբլեմը մի քիչ հալա կա, էլի, երկու հատ հայ մնացել եք, եթե սենց որ գնաց, եթե մեկ չհամախմբվեք, չհամատեղեք մեր մտավոր, հոգևոր կարողությունները, այդ էլ կվերանա։ Ես ասում եմ ռուսերեն, լեզուն, դուք պատկերացրեք 200 տարի առաջ այնտեղ Լազարյան, Ճեմարան, ինչքան լրիվ հայերենն էին խոսում, հայերենն էին սովորում։ Հիմա այնտեղ մի հատ հայկական դպրոց կա, չկա։ Նույնն է ես 2000 տարի առաջ է, պարոն Ավանեսյան ջան, ռուսը ստեղծվել է 10-րդ դարում։ Ըհը, չէ, բա 5-րդ դարից մեկ գնացել եք արդեն դարել է պետություն։ Սկզբից Կիևյան Ռուսիա, հետո էլի բայց մեր Աննայի մատնա խառը։ Դե բա որ ես ասում եմ հայերն են գնացել մի հատ Հա, բայց այդ բյուզանդական կայսրությունն է։ Հա, հենց այնտեղի կայսրի կինն է եկել, որ դա հայկական բյուզանդական կայսրի, որ ասում են հունական դա խեղաթյուրում է Դե պատմությունը։ բայց բյուզանդիայի կայսրից բավականին շատ կան, 9 թե 11 հայ կայսր ա եղել։ Բայց դա Կիրիլն ու Միֆոդինը հայ չեն։ Լրիվ հայկական գեներ են։ Լավ, Ես հիմա ես չեմ կարա, եթե ասում եմ արյունը 4 գենա, չէ, 4 խումբ է, 25 խումբ չի, 3-ը տեսեք նեգրոիդ, արմենոիդ եւ մոնղոլոիդ, 4-ը խարութ է, ընդհանրապես։ Հասկացա։ Հիմա գալիս են գույների։ Ինչ են նշանակում գույները։ Ստեղ կոդեր ունենք թե չէ։ Անպայման դեղին, մեկ որ ասում եք դեղին, տես, ասում ես դեղ, մարդու դեղեցին մահացավ, դեղ, ճիշտ է, դեղ տվեցին։ Կարող է դեղը տաս եւ լավանա եւ մահանա, այսինքն դ տառը խորհրդանշում է մահ։ Դեղին գույնը դա նշանակում է ոնց որ վառած յուղ, գույնը փոխած յուղի գույն, չինացիների գույնը դեղին գույն է, իսկ մեկ որ ասում եք դեղին իրականում եղի գույն, պետք է ասեք եղագույն, յուղը ինչ գույն է, դեղին, չէ, որ մեր պատկերացած դեղին, պետք է մեկ ասեք եղագույն, ուղղակի խեղաթյուրվել է մեր լեզուն։ Կարմիր բառը դուք ձեզ համար սովորա կարմիր, չէ, բայց կ տառը դա խորհրդանշում է իքական սերը, կ արի միացումը դա դառնում է լուսահոգի, այսինքն արյունները խարվում է, եթե արյունը կարմիր է, չէ, կարմիր, կ արի միացումը քեզ թվում է տեսելի, որ ասում եմ կար բառը շորը կարում ես, այսինքն միացնում ես, միացում, կ արը դա իքական եւ արական սերի միացում է, դա հենց նույն չի, ինչ բառ ուզում ես կար բանով կարդաս դա բանա, կամ կ տարով կանաչ բառը, տես կ-ով է, չէ՞ սկսում, այսինքն կանաչը խորհրդանշում է իքական սերը, կանաչ ծառ, կանաչ ինչ, այսինքն կ-ով է սկսում,
կյանք բառը, տես կ տարումա, չէ՞, այսինքն կյանքը սկսել է իքական սեռի, սկզբից եղել է իքական սեռը, հետո արական էլի։ Լուրջ եք ասում։ Դե բավոտ։ Եվ բանը, այդ Ադամ, բան։ Ասում եմ Մարիամ Աստվածածինը։ Դա հեքիաթ է։ Չէ, էլի հեքիաթ է, այդ Մարիամ Աստվածածինը վերցված է մեր պատմությունից, մեր անցյալից։ Դրա համար մայր ամբողջությամբ Մարիամ Աստվածածինը հղիացավ ինչ որ հոգուց, Ինչ որ հոգի չէ, Սուրբ հոգուց։ Սուրբ հոգուց հղիացավ բերավ տղա եւ այդ տղայից նոր, որովհետեւ ես անցած հաղորդման ժամանակ տղայից նոր, այդ տղայի անունը Քրիստոս էր։ Դե Քրիստո, հա, դե հիմա ես որը ոչ ամուսնացել է, ոչ ինչ որտեղից մնացած։ Այդտեղ չի ամուսնացել այդ բանով Քրիստոս, բայց մերը, որ այդ գիտես այդ պատմությունը կարող է տրիլիոն տարի առաջ լինի, այդ սկիզբը տիեզերքի, որ ասում են, դա ոչ ոք չի կարող ասի, երբ է մարդկությունը ստեղծվել իրականում, ձեր պատկերացնում դուք հավատաք, որ այս մեր տիեզերքում կարող է 1000 տեղ միայն մեզ նման մարդիկ են ապրում, 1000 տեղ, ես չեմ ասում, ամբողջ տիեզերքը դա անսահման է, մենք երկու տիեզերքներ ենք, տես 2 հատ 4 տիեզերք, որ ասում են պարալելն միր, 2 հատ 4 ախր կոդեր են, ես կոդերով կարամ գրեմ, տիտ բառը նշանակում է, կամ տիտղոս բառը ինչ է նշանակում, այսինքն տին, այսինքն այս 4-ն է, չէ, տիտղոս, այսինքն քո իրավունքները մի փոքր ավելանում է, այդ 8-ին չի հասնում, բայց 4-ից ավելանում է, տիտղոս բառը, չէ, ոնց որ դու իրավունք ունես բանելի ավելինի, ասում եմ, այդ բառերի, եթե կոդերը ես գիտեմ, պատ բառը քեզ թվում է սովորական, պատ էլի պատ, բայց պատ բառը նշանակում է հոգևոր սահմանափակում, պատ, պ-ատ, տես պատերազմ, այսինքն, եթե քո հոգևոր սահմանը որևէ մեկը անցնում է, պատ եր ազմ, ազմը գիտես, արդեն ռազմ, կռիվ է, այսինքն, քո սահմանը անցավ, պատերազմ է, Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն, զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Հիմա այստենց է չհասկացա, մարդկությունը ոնց է ստեղծվել, տիեզերքում էլի մեր նմաններ կան։ Միլիոնավոր, այդ ասում եմ 100% միայն ոչ թե մենք մայրը նշանակում է դա 4-րդ անհայտ տեղից մայր կոդը որ բան ես անում անհայտ տեղից է եկած, դրա տեղն է մենք չեք, որ գնանք էլ չեք հասնի այնքան հեռու է, հասկանում եք ոնց։ Մայր բառի կոդը ո՞րն է։ Ախր ոնց մայր, տեսեք, հայ, լավ, որ սենց ասեմ, հն 16, ան 1, յն 21, դարում է գումարում եք, դարում է 38, 3-ին գումարած 8, 11, 11-ը դա աստվածների ծածկագիրն է, մի հատ էլ ուրիշ ասեմ, հետո մայրը, բոգ, տես, քեզ թվում է ռուսերեն բառը, չէ, բոգ, բն 2, վոն 24, 2-ին գումարած 24, 26, գն 3, 26-ին 3, 29, 2-ին գումարած 9, 11, ճիշտ է, հիմա մայր, մն 20-րդ տարն է, մ, ան 1, 21, մ, ա, յն 21, 21-ին գումարած 21, 42, ճիշտ է, մ, ա, յ, ռնել 32, 42-ին գումարած 32, 74, 7-ին գումարած 4, 11, Աստծո կոդ, որ ասել, իմ Աստվածը դու ես մայր իմ թանկագին, մայր Աստծո կոդ է, մայրը դա ես չգիտեմ իրականում նախկինում մեր մայրերին ինչ ինձև են
անվանել, բայց մայր բառը նշանակում է աստվածների աստվածամայր, ամենասկիզբը, մայր ամբողջության բառը հենց այդ է, ամբողջ տիեզերքի սկիզբ, այդ ես էլ դրանից ավել ինչ ձև կոդերն էլ ես ասում եմ, եթե էկրանի վրա լիներ, բացատրել ավելի հեշտ ու բան կլներ էլի, բացատրել։ Պարոն Հովհաննիսյան, հաղորդման վերջաբանն է, հասկացանք այդ ամեն ինչը, բայց հիմա մենք ծանր վիճակում ենք երկրով։ Թշնամիները առնվազն երկուսը ուզում են մեզ ուտեն, կուլ տան, առանց օֆի։ Մենք էլ տենց ծնկաչոք խաղաղություն ենք մուրում, չգիտեմ հույսներս ինչի վրա է դրած, բայց մի խոսքով էլի ծանր վիճակում ենք, ես վստահ եմ, որ դուրս կգանք ու ինչպես դուք ասացիք, այդ հաղթական դափնին էլի կվերհառնի, բայց դուք ինչ եք կարծում, ինչ անել, որն է ելքը եւ արդյոք այս դեպքում աստվածները կարող է մեզ վսյոժե օգնեն։ Դե աստվածները իրենց գործը կատարում են, մենք չեք կարա աստվածների բան անել։ Կակնիկակ մենք ենք էլի ոնց որ։ Դե մենք եք եղել, բայց մենք շեղվել եք իր ուղուց, իր ծրագրից եւ դրա համար պատժվում եք, դրա համար մենք վերագտնենք, վերականգնենք, այ պետք է թերահավատորեն չլինի, մենք իրոք լուրջ հաղորդումներ լինեն, ոչ թե ասենց այ պետական մակարդակով մեր լեզվաբաները ասում են 80%-ը աշխատում են օտարների համար, 30 արծաթով, որոշներն էլ ինչ եք դες բան ասում օրինակ։ Ես ցանկացած անցած տարի ես ասեմ բուն հերոստա ընկերությամբ հրաչանունով մի հատ ես չգիտեմ էլի ակադեմիկոս էր գիտնական էր մի քիչ ջահել էր բայց հայագիտությանը զբաղվում մի հատ բառ չգտա որ ասես սա հայկական է սա վերցած է պարսկերենից սա վերցած է հուներենից սա վերցած է լատիներենից 100 անգամ ես գրում եմ իրեն գրում եմ էլի եկեք բանավիճ եք ասում եմ ախր միհրը բառը դա մաքուր հայրենիքը գրում է պարսիկներից եք վերցել միհրը ախր կոդ է այդ ոնց կարող է նախ պարսիկները մեզնից 8000 տարի հետո են ծնվել մեր գեներն են հենց պարսիկ բառը պար բառը Պարսիկներն էլ են հայ բա հայ են էլի իրանք համարում են որ իրենք մեզնից են առաջացել իսկ մենք զարմանում ենք իհարկե նույնն էլ շատերը գիտեն բայց իրեն ձեռ չի տալիս նույն եթե անգլիացիները ասում են չէ որ եկել են մեր երկիրը Հայաստանից նույնիսկ Անգլիայի թագուհին ասում էր իմ նախնիները արծրույնիներն են այդ Ռուսաստանի այդ Մեդվեդևը ասում է ես Բագրատիների տոհմից եմ դե որտեղ բոլորն էլ ուզում են որ հայկական որտեղ իսկական գեները միայն հայկական են եղել չի եղել ուրիշ գեն որ մաքր ազնվայրում ոնց ասում են նեմենսկի ավչարկա չէ կներես ես կոպիտ եմ ասում այդ իսկական մաքուր գենը հայկական է եղել եւ Բագրատունի բառը դա կոդ է դա նեն չի կամ արծրունի բառը կոդ է ծածկագրեր են այդ ծածկագրերը որ մենք իրոք լուրջ ուսումնասիրեք ես 100 հոգու խնդրում եմ ասում եմ եկեք նստեք համագործակցեք ոչինչ մեկը չի ուզում մանավանդ այդ հենց ակադեմիական գիտնականները որտեղ իրենք արդեն այնքան կեղծիք են արել չեն կարա հիմա ճիշտը խնդրեմ մեկ անգամ հրավիրեք մեկին եթե իմ հաղորդումը թող լսի գա իմ հետ բանավիճի ապացուցի որ ինքը ձեզ պետք է ձեզ այդ բանավիճի այնա զրուցում եք մեր չէ այդ բան չէ ուզում մեր ճշմարտությունը որ համոզվեն որ մարդիկ համոզվեն որ իրոք մեր լեզուն միակ տիեզերական լեզուն է միակ չկա ուրիշ լեզու պես այն չինացիների լեզուն լեզուն ճկուն է ու առնական կոպիտ բայց միևնույն պահին կանգուն են ինչպես մշտաբորբոք փարոս վառվող տարերում անշեջի մեր լեզուն Եղիշե Չարենց դա Աստվածաշնչում էլ ասում է սկզբից եղել է մեկ լեզու դա միայն մեր լեզուն է բայց որտեղ է գրված որ այդ հայերենն է ես եմ ասում այդ կոդերը ասա մի հատ ուրիշ լեզվի մեջ դուք եք տենց պեչատում ասեք կոդ է կոդ է ախ 20 հատ բառ ասեն տեսեք
նոր ասացի բոգ Ինձ համոզել եք, մնում է Չէ։ գիտնականներին համոզել։ դե ասում եմ բոգ 11-ա մոգ էլի 11 տես մոգ ռուսերեն era չէ մոգ մագիչսկի հայերենն է մոգ Ну, մոգ չի մագա ռուսերեն։ կոդը մոգա բերում եթե տես մի տարս հիմա արեքակ բառը տես գրում են ե-ով սխալա պետք է ե-ով գրել եթե մի տարը սխալ ես գրում խաղաղություն բառը կամ տես բութ մատ չէ օրենքով Չէ, այդ խաղաղությունն ասեք, թող մեր գործող վարչապետը լսի մետ։ Վստահ եմ ձեզ լսում է։ Հիմա մի հատ ասեք։ խաղաղություն բառը պետք է գրվի խաղաղ ըցյուն ընդհանրապես երջանքություն Իսկ դա լավ բառ է, ընդհանրապես սպասում եք, որ խաղաղության կհասնենք։ խաղաղություն բառը ասեցա խ աղա, այսինքն թունավոր աղը, մահաբեր աղը փոխել մաքուր աղով, խ աղ, տես խ տարը ասի մահա, չէ, որ դ տարը, խ տարը, ն տարը ամենադաժանը դն է, ոնց որ միջև 20 տարեկան որ ասում են դժբախ դեպ պատահեց, դժբախ պատահար, այսինքն վաղաժամ մահացավ, էլի շատ շուտ։ Խ-ն արդեն 20-ից 40 տարեկանն է։ Մեր հաղորդման դիտորդները իրենց տեսակետը արտահայտեն նոր կերև է, եթե իրոք արժանահավատ են իմ հաղորդ ասածները, եթե որևէ մեկն էլ ցանկանում է բանախոսել, բանավիճել իմ հետ, խնդրեմ, ես պատրաստ եմ բոլորի հետ բանակցելու, բանախոսելու, բանավիճելու մեր լեզվի, մեր պատմության, մեր աշխարհակարգի ամեն ինչի մասին։ Իսկ այդ ամենի մասին դուք կարող եք գրել մեկնաբանություններում, թե հարցեր ուղղելով, թե բանավիճելով, թե ձեր հակապաստարկները բերելով Այո, ես հյուրի ուղերձներին եւ ասածներին։ Պարոն Հովհաննիսյան, շնորհակալություն, բայց ես տենց չհասկացա, իմ աստվածները մեզ օգնելու են, թե չեն օգնելու։ Առաջերտին մենք պետք է լսենք, կատարենք աստվածների պահանջները, որ իրանք էլ մեզ օգնեն։ Ինչ են պահանջում որ աստվածները։ Դե մենք իրանք ծրագրից հեռացել ենք, այլ Որն է ծրագիրը։ մենք արևապաշտ եք եղել, մենք ուրիշ հավատքի եք եղել, մենք փոխել եք մեր հավատքը, այլասերվել եք, դրա համար Այ, մոռացել էի, հա, ամեն ինչում քրիստոնեությունն է, հասկացա։ Մենակ միջև քրիստոնեությունն էլ, էլի մենք սկսել ենք Տիգրան Մեծի ժամանակ էլ արդեն Ընդեղ էլ ենք հարամարել։ Արդեն սկսել ենք օտարամոլությամբ։ Անդից սկսել է։ Հա, Տիգրան Մեծից էլ առաջ երևի դե պատմությունը ափսոս են հնագույն պատմությունները լրիվ ջնջված վերացված է։ Դու ի՞նչն է ջնջված։ Չկա։ Մեր մոտ ունենց մարդիկ են եկել, ունենց հազարամյակների պատմությունն ի ցույց դնում։ Չեք նայում, չեք հետևում։ Դուք լսեք Սարգիս Այվազյանին ուր արտագետ։ Դուք լսեք Յուրի Սարգսյանին։ Յուրա Սարգսյանի հետ էլ եմ հազար անգամ ասել եմ։ Դուք լսեք Արմեն Դավթյանին լսել եմ, ինքը շումե հայի մասին է խոսում։ Դուք լսեք Հակոբ Սիմոնյանին, որ Շենգավիթ պետության մասին է պատմում, քաղաքակրթության, որը Ուրարտուից էլ առաջ է։ Ես Ուրարտուից առաջ ես 12000 տարվա իրաք եթե 3000 տարվա պատմությունն են ասում 15-20000 20000 տարի առաջ չի եղել դա հենց հեքիաթ է Դուք ասեցիք որ տասնյակ հազար տարիներ առաջ է եղել Ինչը այդ աստվածների գալը եւ այլն 12000 այդ մարդիկ գիտնական են հետազոտում Դա հենց այդ գիտնականները թող գան իմ հետ Ինչը գան այդ գիտնականները հետազոտության մեջ են Արգելի Պարովանիս Արտակ ջան նոր գեղի են գտնում կոշիկ են գտնում Հա այդ կոշիկը 7000 տարվա այդ մի րոպե 7000 տարվա ասում եք 3000 Չէ, բայց որ ասում եք 20000 մարդ ասում է 50000 տարվա ակունքներ ունեն եթե 20000 տարի առաջ սարսե դաշտ ա եղել ամբողջ աշխարհում Որտեղից գիտեք գրված է լավ հենց հիմա գրեք Последний Ледниковый период Պարոն լուրջ եք ասում Հա գրեք Սա YouTube-ով եք դուք շարժվում Չէ մենակ YouTube-ով չէ ես դպրոցում եմ անցել Որ որ մամուկները վերացել են հա բա 100% դպրոցում ես խոսում եմ լուրջ գիտական հետազոտությունների մասին այդ գիտական հետազոտությունները հնագիտության մասին որը մի ամբողջ գիտություն է որ խեղաթյուրված YouTube-ով գրի Լեդնիկովի պերիոդ։ Մի հատ ռուս գիտնական, որ ասում է էս սենց է, ասում են 300000 տարի իրանք ռեկորդներ են սահմանում։ Շնորհակալություն։
Հա, ես էլ եմ շատ Ես հուսով շնորհակալ։ եմ, որ դուք շարունակեք ձեր կոդերի բացահայտումները ու տեն ժամանակ առ ժամանակ հանդիպենք Անսահման է մեր լեզուն, մեր ծածկագրերը անսահման են, մեր բառերը, ասում եմ, միայն տեսեք, աստվածները 4 լեզու ունեն։ Առաջինը Բանոր մի հատ էր։ ոնց կարող է մի հատ լինի։ Դուք ասիկ հայեր են նա։ Մի րոպե, աստվածները ընդհանրապես այդ հայերենը հայ աստվածների լեզուն է, բայց հետո հենց հայ աստվածներն էլ 4 լեզու ունեն։ Առաջինը դա աստվածային լեզուն է, դա տեսահեռազգայական կապով, որ դու երազու մեկ-մեկ երազու կապում ես Աստծո հետ կամ ինչ որ երազ ես, դա հենց աստվածայինն է, որ մասնաբատված։ Երկրորդը տեսեք, բերանի միջոցով, բարերի միջոցով, բանավոր, հենց նեն չի տարով, ար, այսինքն ար աստված չէ, ար, այսինքն երկրորդ աստվածների լեզուն, երրորդը տեսեք, երրորդ տառնա չէ, գրավոր, գիրք, դա հենց նենց է, Դեն չասեք, դեն վատ բան է։ հա, Ժամանակը Չորրորդը դեն է, դեն վատ բառ է, տառը, բայց չորրորդն էլ անհաս է, չորրորդ, այսինքն, բայց չորրորդը բանը ոչ թե դյով է, այլ մերը խառը, այսինքն չորրորդը լեզուն, տեսեք, գնում է ժայռապատկերի վրա, այսինքն ժայռը նկարած է մի հատ կին, տակը գրած է Անահիտ, ենթադրենք, էլի կոպիտ եմ ասում, կամ մի հատ եկեղեցի է կառուցված, պատի վրա գրած է, այս ինչ թագավորն է կառուցել, այսինքն նկարագրական, իմացաք, կեսը գրավոր կարող է լինի, կեսը պատկերի միջոցով, այսինքն խառը, 4 լեզու, կոդերն են 4 կոդ, ամեն ինչը 4 է, տիեզերքում, բայց միաժամանակ կարող է լինել 3-ը, դրա համար Աստված տվել է 3-ը մեզ, առաջինը աստվածայինը իրենն է, երկրորդ, երրորդ, չորրորդը մերը։ Շո, այս հենց աստվածային էլ ավարտում ենք այսօրվա մեր զրույցը հայագետ Սերժ Հովհաննիսյանի հետ։ Շնորհակալություն նաև ձեզ, որ համբերատար դիտեցիք մեր հարցազրույցը եւ ամենակարևորը բաժանորդագրվեցիք մեր ալիքին։